Մարտին, Հրաչ, ինչ կա, ինչ նորություն կա։ չգիտեմ ինչքանով ասա նորություն, բայց մի այսպիսի նորություն կա։ Ջեյմս Կեմերոնը ասել է, որ եթե Avatar Fire and Ash-ը flop լինի, այսինքն չհավաքի այնքան գումար, ինչքան իրանք նախատեսում են, ինքը կդադարեցնի ավատարներ ստեղծելը։ Չգիտեմ, ինչքանով ինձ թվում է ձեռը առե։ Շատ անհավանական ինչ-որ բան է։ Նոյեմբերի 15-ից տոմսերը ծախում են։ Չգիտեմ, դու ինչ կարծիք ունես, հնարավոր է որ ֆլոպ լինի։ Կարծում եմ ֆլոպ հնարավոր չի լինի, ասեմ ավելին, ինձ թվում է նույնիսկ կարող է տարվա, ոչ թե տարվա, այլ ընդհանրապես բոլոր ժամանակների ամենակասային ֆիլմերից մեկը լինի, որովհետև վերջի մի քանի ամիսը թվում է թե ոչ մի կասային, այսինքն ոչ մի ֆիլմ դուրս չի եկել, որ մարդիկ ասեն, «Օ, գնանք կինո նայենք», ու թվում է թե էսի կարա այդ ֆիլմը լինի, էլի, ու հետեւաբար մարդիկ կինոթատրոն գնալու սովի մեջ են, հա, գնան նայեն, թույնագույն, էլի ինչպես միշտ ILM-ն է զբաղվում, Industrial Light and Magic-ը գրաֆիկա ու այստեղ խոսքը նրա մասին չի ասենք ֆիլմը շատ լավն է լինելու թե շատ վատն է լինելու թե միջին է լինելու ավատարը գիտենք ինքը entertainment-ն է որ մարդկանց շատ sense ոնց որ sense տանում է կինոթատրոն ուզում ես գնաս ես որ հիշում եմ ես երկու անգամ եմ նայել The Way of Water-ը ուղղակի այդ ջրային սեկվենսների համար իսկ այստեղ կա նաև կրակային սեկվենսներ ոնց հասկացա ու չեմ պատկերացնում թե ինքը ոնց իր ուզածին չի հասնելու դե առաջի սկրինինգներն էլ արդեն եղել են ու տենց թվում է թե մարդիկ շատ գոհ են դուրս եկել կինոթատրոններից տեսնենք հա ես չեմ հավատում որ ֆլոպ կլինի ինտերվյու էլ նո այսքան ինտերվյու չէ ինչ որ վիդեո էր տենց են որ դարոշկեքով քայլում են արագ հարցան բայց 4-5 անելու եք բան ինքս չգիտեմ բասը շոր անգամ բաներ էր անում հա բայց դե լավ էլ գիտենք որ անելու է էլի փողը աշխատում են այո փողը էլի աշխատում են մի երկու կոպեկ դե լավ քանզի փողերից խոսացինք ես մի հատ էլ փողային նորություն ասեմ դե ինչպես գիտենք հիմա կինոթատրոններում Zootopia 2-ն է ընթանում ես դեռ չեմ նայել բայց շատ եմ ուզում նայել ուրեմն առաջին weekend-ում կամ առաջին 5 օրում Zootopia-ն $556 միլիոն փող աշխատել, այսինքն ինքը չեմ մոռացա նայեմ բյուջեն, բայց եւի double է արել արդեն ու ասում են միայն Չինաստանում 200-ից ավել միլիոն գումար արդեն աշխատել նենց որ սպասենք որ կդառնա գուցե ամենակասային մուլտֆիլմը պատմության ամեն տարի թազա կասային մուլտֆիլմ է դուրս գալիս բայց դե վատ ակնկալիքներ ի սկզբանե չէինք ունեցել հիմա էլ չունենք հերթական Օսկար քընթենդերը ամենայն հավանականությամբ Zootopia-ի առաջինը նենց էր որ հեչ չես մտածում թե երկրորդը ինչ որ կարա նիտոր լինի Inside Out-ի պես հա ինքը նախ այն դեպքը շատ քիչ է լինում այն դեպքերը երբ որ ֆիլմը լինում է համ կասային համ շատ լավը ու գիտես որ ինքը Օսկար քընթենդեր է եւ այլն ու շատ լավն է հա դա շատ քիչ է տես լինում Zootopia-ի առաջինը հենց այդ տարբերակներ են որ նախ ինչքան սիրուն հավես բաներ իմացանք այդ ամեն ինչի մեջ ինչքան լավն էին պերսոնաժներ եւ այլն մեծ հաճույքով կգնանք կնայենք իստեմա այո հուսանք մոտ մի քանի օրը մենք էլ մի քիչ փող կներդնենք այս ֆիլմի մեջ երկու կողմ արդեն երկու անգամ ասեցի այսօր երևի ոչ մի вообще կյանքում չեմ օգտագործում երկու կոպեկ արտահայտից դե կամերաների առջև բոլորս փոխվում ենք ճիշտ է խոսամ այլ կոպեկների մասին չէ այդքան էլ կոպեկ է ինչի Warner Brothers-ը հաստատել է 5-րդ մատրիցան հետաքրքիր նորություն է Կիանու Ռիվսը վերադառնալու է Նեոյի դերին կամ չգիտեմ կարող է Նեոյի դերը չի ուղղակի գրածա որ վերադառնում է ռեժիսորը լինելու է Դրյու Գոդարդը ինքը գիտենք Daredevil սերիալից է դրա creator-ն է ինքը շատ լավ դեմք է Bedtime at El Royale ֆիլմի Cabin in the Woods այդ ժանրի մեջ լավագույն ֆիլմերից մեկն է դրա ռեժիսորն է ու սցենարիստն է Lost սերիալի որոշ էպիզոդների Cloverfield-ը ինչպես հիշում ենք այն դե ուժասների World War Z ու Martian-ին դրանց սցենարիստներից մեկն է այնպես որ դժվար է smart ինչ որ նիտոբան անի ու դե ես որպես ոնց ասեմ Մատրիցայի մեծագույն ֆանատ Մատրիցա 1-ը միգուցեև իմ ամենասիրած ֆիլմն է աշխարհիս երեսին
իսկ Matrix-ա 2-ում գտնվում է իմ աշխարհի ամենասիրած տեսարանը, այն որ Նեոն մենակով սաղ քաղաքին ծեծում է։ որ ագենտներն են գալիս։ Երևի ամիսը մեկ դնում մի հատ նայում եմ այդ հատվածը, ոնց է այդ սաղսմիտներին ցենց, այն որ մի տրոբայա գետնից դնում ֆռում թռնում աղոթերով գնում է, հա։ Իսկ Matrix-ա մեկը դա իմ սուբյեկտիվագույն կարծիքով աշխարհի լավագույն ֆիլմն է եւ էքշնի տեսանկյունից եւ վիզուալ եւ դրամայի ու իր ամեն ինչի հետ կապված, չգիտեմ ոնց է մոտները ստացվել, պատահական է ստացվել ինձ թվում է։ Իսկ Լանա Վաչովսկին վերադառնալու է որպես executive producer։ Հա, դե ասացիր, որ ռեժիսորի վրա չես կասկածում, գուցե ռեժիսորի վրա կասկածելու չի, բայց ես կասկածում եմ սյուժեի վրա։ Դե հա։ Ու վերջս ուզում եմ ասես մի հատ հարց բարձրացնեմ, նոր էլի մտքիս եկավ, ինչ որ անընդհատ ռիմեյքներ, շարունակություններ, Avatar 3, Avatar 4, Avatar 5։ Դե շատ շուտվանից գիտենք, 15 թվականից գիտենք։ Շատ շուտվանից գիտենք, բայց անընդհատ ոնց որ փորձեն արդեն իսկ եղած էմոցիայի վրա ուղակի փող աշխատեն։ 4-ը չեմ նայել, բայց չեմ նայել երևի վատ ֆիդբեքերի պատճառով։ Ինձ թվում է ինչ-որ պահի կարող է նայեմ իրան, բայց ինձ չի թվում, որ տենց կարիք կա նայելու, անընդհատ այսպես կինո մեկը մյուսի հետևից դուրս են գալի շարունակություններ, սփին-օֆներ, պրիկվելներ, սիկվելներ։ Շատ մտահոգիչ բան ես ասում իրականում, հա, թվում է թե արդյոք չկան են օրիգինալ էլ մտքը 1000-ից մեկ է ինչ որ օրիգինալ միտք դուրս գալիս ու մենակ Պոլ Թոմաս Անդերսոնն է, չեմ հասկանում, որտեվ հա Համլետը շատ լավն է, բայց գիտենք ինչի հիման վրա, հա ինքը օրիգինալ պատմություն է եւ այլն եւ գիտենք որ դրամաները вообще մի քիչ ուրիշ բան է, պրինցիպ եթե շատ չորով նայես, սաղ դրամաները կարաս ուղակի մի մարդկային պատմություններ, մարդկային փոխհարաբերություններ, իսկս թվում է թե նոր իդեա, օրինակ Ավատարը, Matrix-ան, այսինքն կոնցեպտուալ ինչ որ հնարված աշխարհ, ֆենտեզի, ֆանտաստիկա թվում է թե ընդհանրապես ինչ որ շատ մի բան էլ ասեմ հենց 4-րդի մասին, որը ես կինոթատրոնում Resurrection, հա, վերածնունդ, հա, վերածնունդ, երևի, հա։ Մի խոսքով, ասեմ որ ես էդի գնում էի կինոթատրոն նայելու շատ վատ սպասումներով, են որ հեսա գնալու եմ եւ այլն, բայց իմ համար զարմանալիորեն, այն որ ինձ դուր եկավ իրականում, չգիտեմ խիա դուրս եկավ, բայց այն որ սենց հատկապես որ Trinity կերպարն էր ավելի բարձրացրած, ավելի գլխա առաջին պլան բերած, շատ ինձ դուր եկավ, այդ որ ինքը թռնում է եւ այլն, մի խոսքով, չգիտեմ, ինձ դուր եկե, հույս ունեմ 5-րդը արդեն բան արեցի, 5-րդն է դուրս կգա ու դե չգիտեմ, ես Universe-ը շատ եմ սիրում։ Հա, դե Universe-ը շատ լավն է, բայց թվում է թե 3-րդով ամբողջական պատմություններ ավարտեցին, ինչի համար դե փող են աշխատում, հասկանալի է։ Իրականում այդ պրետենզիան շատը Disney-ին են հիմա տալիս, որովհետև հա շարունակություն Zootopia 2, Inside Out 2 եւ original նոր մտքեր չեն հանում, բայց մտածեցի որ թվում է թե մենակ Disney-ի խնդիրը չի, այլ ընդհանրապես ինդուստրիան նմանատիպ խնդրի առջև է կանգնած։ Դենց որ արի ինչ որ բան մտածենք, գնանք փող աշխատենք։ Արի Zootopia 3-ը մեկ նկարենք։ Դե չէ, համ բողոքենք դա շատ հիպոկրիտիկ է։ Այո։ Խնդալու կլինի, հա։ Հա, իմ մոտ մի հատ էլ սկանդալային, չգիտեմ, շաբաթվա հոլիվուդյան սկանդալը երևի։ Quentin Tarantino-ն, բոլորիս կողմից սիրված Quentin Tarantino-ն, շատերիս կողմից սիրված Paul Dano-ին, չգիտեմ, սկսել է հալածել, չգիտեմ ոնց դա ներկայացնեմ, ասել է որ ինքը թույլ դերասան է ու դրա շուրջ, այսինքն ինքը Quentin Tarantino-ն ես վերջերս տարբեր ոդկասթներ է գնում ու մասնավորապես ոդկասթներից մեկում թվարկել է իր 20 սիրված ֆիլմերը, top-ը սիրված ֆիլմերը, դե շատերը գիտեն, թե Battle Royale անդադ ասում լիքը կորեական ֆիլմեր ասում, բայց այդ ցուցակում կար նույնիսկ There Will Be Blood-ը, նու զարմանալի չի, հա։ Ու ինքը ասել է, եթե այդտեղ Paul Dano-ն չլիներ, շատ ավելի բարձր իրան կդասեի, բայց քանի որ Paul Dano-ն է խաղացել ու տարբեր ինչ որ էպիցետներով արդեն չխորանանք մոտեցել է, ասել է նույնիսկ որ ինքը դերասանների գիլդիայի երևի ամենաթույլ դերասանն է, իսկ դերասանների գիլդիան որ պատկասեք պրինցիպի բոլոր դերասաններն են, այսինքն ինքը ասել է որ դա ժամանակակից ամենաթույլ դերասանն է։ Ու հա, ու ինչն է հետաքրքիր, որ ասել է, որ շատ boring է ինքը ասել է։ Հա, ասես որ նայում ես Paul Dano-ին, հա, ինքը հանգիստ է, անձնավորություն է, բայց էլի կան իր նմաններ, մենակ ինքը չի։ Իմիջի Շալամեն։ Բայց սա շատ հետաքրքիր է իրականում, որովհետև
որ sense մտածում ես շատ անհիմն բան է խոսած է, էլի արդեն իմ կարծիք ենք էլի բանում։ Այս տեսակ արտահայտություն մի դերասանի մասին ով խաղացել է 21-րդ դարի լիքը լավ ֆիլմերում, լավագույններից ինչ որ լավ բոլոր ռեժիսորների մոտ է խաղում Սպիլբերգի մոտ, Ֆաբելմանսում հոր կերպարներ, Բեթմենում են Զագադեշնիկի պերսոնաժն է ինքը խաղում եւ այլն, մի քիչ շատ զարմանալի է, այստեղ միտքը առաջանում կարող է Տարանտինոն ինչ որ sense ուզում է իրան ուշադրություն դարձնել ու որոշել է ում կարելի է կպնել, արի Պոլ Դանոին կպնեմ, չգիտեմ, սա մի քիչ այլ հարց է իրականում, որովհետեւ եթե դու ասում ես There Will Be Blood-ի մասին ես խոսում, այստեղ միգուցեև ինքը ինչ որ Պոլ Թոմաս Անդերսոնի հանդեպ էլ ինչ որ sense բան է ուզեցել արած լինի, որ տիպը, այսինքն այդ մարդը չէր հասկանում Պոլ Դանոն լավ դերասան է, թե չէ։ Պոլ Թոմաս Անդերսոնը ինքը դերասանների հետ հատկապես երևի ամենաուժեղ աշխատող ռեժիսորն է, ասենք, երբ որ դու նայում ես ինքը ինչ անում Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի ու Խոակին Ֆենիքսի հետ մաստերում, այն որ հասկանում ես, էլի ինչ ձևի է տանջը այդ մարդը ու sense բան դնես ասես, չգիտեմ, իսկ հիմա PTA-ը հեսա շուտով դուելի է կանչելու Տարանտինոյին։ Դե ինձ թվում է ոչ մի բան չի լինելու այդ տեսանկյունից, որ ես չեմ կարծում որ դա փանչեր Պոլ Թոմաս Անդերսոնի ուղղությամբ։ Նու Տարանտինոն ընդհանրապես եթե իր ինտերվյուները նայել եք, ինքը sense շատ բաց, ազատ, sense հայերեն ասած sense ոնց որ բիսեդկում նստած խոսա, հա, ու ամենեն հականցամ ուղղակի ինչ որ էմոցիաներ ու պահի տակ տենց էմոցիոնալ բաներ ասեց, ու նույնիսկ եթե ճիշտ եմ ֆիքսել, ասելա որ Օստին Բատլերը ավելի լավ կխաղար, չնայած ես Օստին Բատլերին շատ եմ սիրում, բայց նույն ինչ որ կատեգորիայի դեմքեր են իմ կարծիքով։ Չգիտեմ, հա, գուցե եւ իրոք ուշադրություն է գրավում, բայց կես տարին մեկ ինչ որ ոդկասթի է գնում, ինչ որ բան է ասում ու սկսում են խոսալ ու ես հա մտածում եմ, ահա էս եմ պահնա որ հեսա ասելու, վերջին ֆիլմի պահնա իր հասունացել, բայց հələ թե այդ հայպը չի արդարանում։ Ես իր վիդեոներից մի հատ բան եմ սիրում, որ մի քանի անգամ տեսել եմ Instagram-ով, այն որ ինչ որ մեկ իրան նկարում է, ինքը կանգնած է, ինչ որ գնում է ձեռի հեռախոսով եկալում է խփում է։ Ասում է ինչ ես, ինչ որ պապարացի է, էլի հեռախոսով նկարում է իրան, ասում է ինչ ես անում, դե նկարում եմ, ասում է ո՞ր եկալում է խփում է գետնին ինչ որ շատ զարմանալի խնդալու իրավիճակ, այսպես ասած։ Եվ մի այլ շատ մեծ նորություն, ինչը կապ ունի աշխարհի մեծագույն ֆրանշիզաներից մեկի հետ, ինչպես խոստացել էր մեզ Դենի Վիլնյովը, մեծն Դենի Վիլնյովը, ինքը արդեն մոտալուր ժամանակ ինքը արդեն մեծն է, ինքը արդեն դե հա մեծն է, բա ինչա, ինքը մոտա այս առաջիկայում պետք է ասեր թե ով է հաջորդ Ջեյմս Բոնդը լինելու, ասել էր որ ոչ այնքան հայտնի դերասան է լինելու երիտասարդ։ Հիմա Daily Telegraph-ը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նոր Բոնդը լինելու է Կալում Թերները, ով իրոք աշխարհի ամենահայտնի դերասանն է։ Որ դեպքով տենակ մի անգամից տեղը չեք բերի, բայց անունը կարող է չհիշել։ Անունը չեք հիշի։ Այսինքն հետո հաստատ արդեն կհիշեք։ Ես որ դեմքը տեսա, այսինքն անունը ասաց Մարտինը չգիտեի, հետո դեմքը տեսացի, հա, այս Գարի Պոտերի հետ, չէ, Fantastic Beasts-ը։ Ես իրան հիշում եմ բան խաղաղություն եւ պատերազմ սերիալից, որտեղ ինքը Կուրագինին էր խաղում, այդտեղ եմ իր դեմքի մոտ տպավորվել է, ըհը, Կալում Թերներ նոր Ջեյմս Բոնդ, իսկ ես մտածում եմ Իդրիս Էլբան կլինի։ Դե Իդրիս Էլբան մի քիչ մեծ է։ Ռիսկ է մեծ դերասան վերցնելու, որտեվ long running ֆրանշիզա է, ասենք չգիտեմ, 10-15 տարի նկարում են, հա, 10-15-20 տարի նկարում։ Կազինո Ռոյալից միջը վերջին ինչքա, մի 15-16 տարի անցավ, չէ՞, այսինքն 5 ֆիլմ եղավ, 5 ֆիլմ էլ եղավ, այսինքն եթե դու վերցնում ես դերասան օրինակ 30 տարեկան, դու պետք է հաշվի առնես, որ ավարտին մոտ 45-ից 50 է լինելու։ Որտեվ նայ Դենիել Կրեյգը բավականին երիտասարդ էր, այո։ Այս վերջին օրտեն ինչքան մեծ է այս վերջինում, հա, որ հավատաս մոտապես նույն վախտերն էլ բան են, ես ինչ բլան ոնց էր Knives Out-ում աղամ ու դե вообще մեծ կերպ իսկ Ջեյմս Բոնդ ախա դիսոնանս առաջացնող time span-ը պետք է հասկանալ։ Նենց որ ցավոք Իդրիս Էլբան այդ տեսանկյունից չի վերցի, բայց ես շատ կուրախանա։ Կարար, շնորհակալ եմ։ Հուսանք այս ռումորը կհաստատվի եւ Շալամեն չի լինելու։ Տոմ Հոլանդը կարար։ Տոմ Հոլանդը կստացի մի պա ֆրոնտ ռաներներ է։ Այսօր մենք քննարկելու ենք Train Dreams կամ Գնացքների երազներ ֆիլմը։ Ֆիլմի սյուժեից, հա, մի երկու խոսք 20-րդ դարի սկիզբ փայտահատ եւ երկաթգծի աշխատող Ռոբերտ Գրինիերը անցկացնում է բազում ամիսներ, հա, մեծ ժամանակ հայերեն ասած խոպանում
զբաղվում է փայտահատությամբ, հեռավոր տեղերում երկաթգծի կառուցմամբ, կամուրջների կառուցմամբ ու այդ ամբողջ ժամանակը անցկացնում է իր ընտանիքից հեռու եւ այդ ամբողջ ընթացքում ականատես է դառնում փոփոխությունների եւ իրենից անկախ թե ինչ գնով են այդ փոփոխությունները տեղի ունենում իր արագ այդ պահին արագ զարգացող աշխարհում Թվում է ժամանակաշրջանը տենց էր շատ արագ էր Ես հիմա մի փոքր խոսենք տեխնիկական եւ ստեղծագործողների մասին ֆիլմի ռեժիսորը երիտասարդ Կլինտ Բենթլին է շատ լավ ազգանունով շատ հայտնի մեքենայի ազգանունով ինքը շատ հայտնի տենց անձնավորություն չի դեռևս բայց ինձ թվում է արդեն իսկ սրանից սկսած շատ հայտնի կդառնա ունի նկարած մեկ լիամետրաժ ֆիլմ, որը Ժոկեյ է կոչվում։ Այս ֆիլմը ես չնայեցի այն ժամանակ, հիշում եմ, Կլիֆտոն Կոլինս Մլաչին է մեջը խաղում։ Այն ժամանակ խոսում էին այն մասին, որ ինքը Օսկարի նոմինանտ կարա լինի կամ consideration-ների մեջ կարա լինի, բայց չեղավ իրականում։ Մի խոսքով, սրանով այնք հայտնի ու անցյալ տարվա լավագույն ֆիլմերից Sing Sing-ի սցենարիստն է, ու այստեղ սցենարիստը մի քիչ ինձ թվում է բան արած, որովհետև այնտեղ գիտենք այդ մարդկանց պատմությունները հենց իրանք էին ինչ որ հենց այդ բանտարկյալներն իրանց պատմություններն էին, միգուցե ինքը այնտեղ ուղղակի համակարգողն է եղել, դե ի վերջո չէ, պետք է մեկ այդ ամեն ինչը հավաքագրի ու ոնց է ֆիլմ կառուցվելու դրանից հասկացանք ձեր պատմությունները, մի խոսքով ինքը այդ ռոլն է ունեցել անցյալ տարի ու հետաքրքիր աշխատանք էր իրականում, հա, սցենարիստը ինքն է Գրեգ Կուեդերը ու այս ստեղծագործությունը նկարահանվել է Դենիս Ջոնսոնի փոքր պատմվածքի թե նովելայի հիման վրա, չգիտեմ դրան ես չեմ տարբերակում ես տենց պատմվածք ասենք, բայց կարող է բարձվի 200 էջ կամ ռամանա կամ չգիտեմ նովելա է մի խոսքով, հա, այս մարդու ստեղծագործության վրա է կոմպոզիտոր Բրայս Դեսներ ինքը գրել է հենց նույն Sing Sing-ի երաժշտությունը Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի Բարդո ֆիլմը, որ ես ասում էի, մեքսիկական ֆիլմը, նրա վերջին ֆիլմը, այնտեղ Փաստոն Ինյարիտուն էլ երաժշտությունը գրել, ու այս մարդն էլ է իր հետ գրել։ Իմ շատ սիրած Come On ֆիլմի երաժշտության հեղինակն է, Ժոկեյը նույն ու երկու պապերը, The Two Pops, այդ ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Անտոնի Հոփկինսի այո, հենց բայց հետաքրքիր է, որ Օսկարի նոմինանտ չի եղել, բայց ունի 2 Գրեմմի։ Ալտերնատիվ մյուզիկ ալբոմի համար չեմ ուսումնասիրել իրականում, բայց մարդը երկու հատ Գրեմմի ունի ու այս տեսակի անձնավորություն է։ Սինեմատոգրաֆին Ադոլֆո Վելոզո նրա ազգանունից ենթադրում եմ, որ պորտուգալացի է, որովհետև Միգել Վելոզո ազգանունով պորտուգալացի ֆուտբոլիստ է միշում։ Ու ինքը մինչ այս մանր բուներ բաներ շատ ունի նկարած, բայց իր միակ լիամետրաժ աշխատանքը նույն Կլինտ Բենթլիի Ժոկեյ ֆիլմն է։ Այսինքն ինչ հետաքրքիր է, չէ՞, ամեն անգամ sense գալիս ենք, ամեն անգամ ինչ որ մի ֆիլմից ենք խոսում, ամեն մեկը իր սաստավը ունի։ Ամեն անգամ հասկանում եք, որ ամեն մեկը իր քրույով աշխատում, ես եմ ուզում ասել։ Լանտիմոսն եք նայում, ասում ենք, հա, այս մեկը նկարել է Լանտիմոսի նախորդ ֆիլմը, այն մյուսից են գալ Կետրին Բիգելովի, հա, էսի իր նախորդ ֆիլմը ինքն է նկարել։ Ինչ հետաքրքիր է, ինչքան մասնագետներ կան, որ ամեն մեկը ոնց որ իր մարդը պետք է լինի, էլի։ Դե թիմային աշխատանք էլ է, այսինքն դու քո թիմը ունես, արդեն սմասկան եղել եք, հեշտ աշխատել, հա։ Դերասանների մասին խոսենք։ Ջոել Էջերտոն, ում դուք կհիշեք, ամենաշատը կհիշեք Warrior-ից, երևի թե իր ամենահայտնի դերն է։ Ռոբերտ Գրեյներին ինքն է խաղում, Felicity Jones Ում կհիշեք շատ տեղերից, հատկապես Star Wars-ի ֆանատները, այո, Rogue One-ից, որը չեն սիրում շատ Star Wars-ի ֆանատները, հա, բայց գիտեմ որ Rogue One-ը շատ լավ ֆիդբեք ունի, հա, իրականում։ William H. Macy շատ լավ պերսոնաժ էր, ես ուղղակի հիացած էի։ Վերջին տարիներին շատ մեր էկրաններին հայտնվող Կերի Կոնդոնը, որ Banshee of Inisherin-ից եկավ, F1, նա ինչ հետաքրքիր էր, Banshee of Inisherin-ում թվաց թե տենց բան դերասանուհի է, էլի սենց սիրում է, սենց փոքր ֆիլմերում, սենց Օսկարին ում է լինում եւ այլն, բայց F1 Այն որ ու շատ լավ կերպ է։ Ու ստեղ լրիվ ուրիշ շատ հետաքրքիր է։ Ու նույն Կլիֆտոն Կոլինս Ջունիորը, ով խաղում էր նրա Ժոկեյում, մի կարճ դերով կա, այստեղ կամեո է կարելի ասել։ Այն սկզբում երբ մի փոքր հատված կա, ոնց որ հասկանում ես, չէ՞, մարդը ստացել է Netflix-ի green light, ռեժիսորի մասին է խոսքը, բայց չի կարող ու հասկացել է, որ այս մարդուն չեն կարող գլխավոր դերում վերցնեն, բայց որպես իր ընկեր, որպես այսպես որ իր հարգանքի տուրքը մատուցի եւ այլն, իհարկե
Clifton Collins Jr.-ը ավելի հայտնի ա եղել, քան ինքը այն ժամանակ որ նկարել ա։ Все-таки մի փուճուր դերով ասել ա, որ ես պետքա իրան նկարեմ, չեմ կարող առանց իրա ֆիլմ անեմ։ Ապրի, մալադեց։ Ապրի, հա։ Այդ Կերի Կոնդոնի վերաբերել էս առանձին մի հատ ուզում էի հետո քննարկենք, բայց հիմա կասեմ, որ ամեն անգամ երբ ինքը հայտնվում է, շոտ եմ ուրախանում, չգիտեմ ինչի։ Ես հիշում եմ, որ քո դուրը F1-ում էր շատ եկել։ F1-ում շատ էր եկել, հա, հենց կերպարները ինքն էլ է շատ դուրս եկել ու ես դա բան հիմա ֆիքս տուլնամ անգլերեն էի նայում ու այդ առաջի սցենա, որ ինքը հայտնում է, սբայեմ, ի՞նչ ծանոթ ձեն է, ու հետո ինչ-որ իռլանդական բան եմ, նոտկեք եմ, ասում հաստատ ինքն է, ու որ արդեն կրուպնի ցույց տես, ես մի 10 վայրկյան ուղղակի երջանիկ նստած էի, ու էլի շատ հետաքրքիր կերպար է խաղացել, հա։ Չգիտեմ, ինձ սենց ասեմ, ֆիլմը ամբողջությամբ շատ լիրիկական էր, ես կասեի, ու մարդու ամբողջ կյանքի անցած ճանապարհը մի ոնց ասած համեստ ինտրովերտ մարդու մասին էր ամբողջ ֆիլմը, որը էմոցիանել արտահայտեր պասուցի չգիտեր, բայց նրա աչքերից ու իր վիճակից հասկացում էր նրա հետ ինչա կատարվում։ Շատ հետաքրքիր էր Ջոել Էջերտոն, ինչ խոսք է։ Շատ համաձայն եմ։ Ես առաջարկում եմ զգուշացնենք, որ սպոյլերներ, որ հանգիստ խոսանք, որովհետև ինձ թվում է ուղղակի կոնկրետ այս ֆիլմի քննարկումը ավելի շատ եւի էմոցիաների կիսվել, տպավորությունների կիսվել, նմանատիպ ինչ որ բան է լինելու, որովհետև դե փաստացի տենց ֆիլմեր էլ ինեն ինչ որ սյուժե բան չկար, որ սենց ասես, հա, այս բանը, այս պահին ես արեց, այն պահին են արեց, չէ, ուղղակի տենց տակուկ ֆիլմեր, նենց որ եթե ուզում եք, նու, դաժան, բայց տակուկ, եթե վախում եք սպոյլերներից կամ դեռ ուզում եք նայել, գնացեք նայեք, հետո վերադարձեք, իսկ մենք սկսում ենք մեր քննարկումը։ Գնացեք ու եկեք, հա։ Գիտես ինչն է հետաքրքիր, այս այն ֆիլմերից է, երբ որ այն ֆիլմերից է, որը մարդուն կարելի ասել պրիզիմլից է անում։ Այն որ դու սենց ինչ որ բան ես մտածում, ասում ես լավ էս կանեմ, հա լավ ինչ ա եղել, չգիտեմ եւ այլն, այս տեսակ պատմությունները քեզ ցույց են տալիս, թե ինչ կարա լինի, էլի, ինչ է հնարավոր լինի այս կյանքում, որը կարա անդառնալի լինի ու դու մի որոշ ժամանակ կարաս ընդհանրապես չիմանաս, թե ոնց ապրել քո կյանքը, ընդհանրապես չիմանաս ինչ անես, ոնց վարվես քո կյանքի հետ, ինչ գործողություններ անես եւ այլն։ Թող չլինեն այդպիսի բաներ մարդկանց կյանքի հետ, ինչ ասած։ Так выпьем же. Выпьем же. Բայց այս ֆիլմը հենց թվում է թե հենց այդ է ցույց տալիս, որ ինչ այն մարդով ապրելա մի կյանքով, որ ինքը ինչ տեսակի մարդ էր, չէ, ինտրովերտ իր համար ման էր գալիս եւ այլն, ոչ մի բան չէր անում, հանդիպեց երեխային ունեցավ, աշխատանք ուներ, ինքը նախաձեռնող չեղավ, հանդիպեց այն կինն եկավ Ֆելիսիթի Ջոնսը, ով ասում է հենց իրանց առաջի ասում է քեզ թվում է թե ես ամեն օր ինչ որ մեկին եմ մոտենում, տենց իրան մոտեն, ու ինչն է հետաքրքիր, իր համար էդի նորություն է լինում, որովհետեւ ինքը սկսում է ապրել այդ կնոջով, իրանց եղած միասին եղած ժամանակը սկսում ամեն րոպեն սկսում է վայելել, ձայնն է ուզում լսի միշտ եւ այլն, որովհետեւ ինքը ինչ որ բաներ փնտրող մարդ չի, էլի, այս պերսոնաժը, ինքը չի ասում այսի եմ անելու, հեսա գնամ այնտեղ էսա միլիոններս աշխատեմ։ Մենակ միլիոնների հարցը չի, էլի, որ ինքը գործող, այսինքն ինքը գիտի որ ինքը փայտ պետք է կտրի, վсё, ինքը ուրիշ բանի մասի չի մտածում։ Ու այս մեկն է գալիս իր կյանք ու թվում է թե իր կյանքը լրիվ դասավորվում է, բայց լինում է այն ինչ լինում է, ու ինքը կորցնում է եւ իր կնոջը եւ իր երեխային, ինչից հետո գալիս է նրա կյանքի երկրորդ հատվածը այդ պահից սկսած մինչև մահ թվում է թե իր կյանքը նույնն է դառնում այլևս։ Հա, գուցե։ Դե նույնը դառնալ ասել ինձ թվում է իր առօրյայի տեսանկյունից, օրինակ աշխատանքի եւ այլն բան չի փոխվել։ Երևի նույնն է դառել էմոցիոնալ տեսանկյունից, որովհետեւ առաջ մինչև այդ կրակը, հա, այդ հրդեհը բաժարը ինքը իմաստ ուներ հետ վերադառնալու, հետո իմաստ չուներ ու իրականում ամենահետաքրքիրը իմ համար հենց այն առաջի սցենան է, դա արդեն մեծ հասակում որ այդ աշխատանքն են ցույց տալիս, դա որ հերթական սեգրեգացիայի ինչ որ խնդիրներ են, որ չինացիներին բանանում, հա, ում հենց ֆիլմի, գրեթե սկզբում, հա, մեծ հաշվով նետում են կամուրջից ներքև, որը իրանք հենց սարքում էին այդ կամուրջը, նետում են կամուրջից ներքև ու այդ չգիտեմ, ուրվական ասենք, հա, երևի, որը ամենահակացում իր գլխի, հա, ուրվականն էր, հետապնդում է իրան գրեթե միջև ֆիլմի վերջ ու ինքը ոչ մի անգամ չի հասկանում ինչ է արել, ինչ, բայց էդ է էլի հետաքրքիր, ինչ ինքը պիտի աներ, որ այդ տեղի չունենար։ Այդտեղ ինչ աներ, իրանը գցեին։ Ու եթե ճիշտ եմ հիշում, միակ մարդներով ձեն հանեց, չէ՞, թե ինչ է կանում կամ բան, հա։
Հետաքրքիր է։ Ինքը իրականում կա այդ բանը, որ միգուցե ֆիլմի վերջում երբ որ այդքան վատ բան է իր հետ տեղի ունենում, իր ուղեղում միգուցե ֆռում այն, որ ինքը ոչինչ չարեց այդ չինացում փրկելը։ Դե նայն, հենց է որ իր ուղեղում կարա այդ լինի, բայց հա, օքեյ, դու դուրս գայր այդ մարդկանց դիմաց, ովքեր պրոստը տակ այդ մարդուն տանում են ու այնտեղ ոչ մի պատճառաբանություն չկա։ Դե ես ոնց հասկացա, այդ նույն պատճառները սկզբից ցույց էին տալիս, որ չինացիներին դեպորտ են անում, էսան անում են։ Հա, չէ, այսինքն ինքը հարցնում է, իսկ ինչ ա եղել, ինչ արել, ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Ու իրան թվում է թե ինքը ինչ-որ բան պետք է աներ այդ պահին եւ այլն, ու իր ուղեղում ֆռում է, որ ինքը պետք է մի բան արած լիներ այդ ժամանակ։ Դա ինձ թվում է շատ familiar բան է մեզ, էլի մենք էլ միշտ ինչ-որ sense իրադարձություն ա լինում, մեզ թվում է թե ինչ-որ մի բան կարայինք անենք, բայց հետո որ sense սառն ենք դատում, լավ ինչ կարայինք անենք ասում են, բայց հա, այս մարդը ինքը ոնց ասեմ դժբախտ չասենք, բայց մյուս կողմից էլ միգուցե եւ դժբախտ, բայց դժբախտ եղավ, ֆիլմի կեսից սկսած դժբախտ եղավ ինքը ու հետաքրքիրն է որ այդտենց գլոբալ իրադարձությունները որ հետը կատարվում էին, ոչ մի բանի հետ կապված ինքը թվում է թե ոչինչ անել չէր կարող։ Օրինակ այդ չինացու, օրինակ այդ տան հրդեհը, որովհետև ինչ պիտի աներ չգնար աշխատանքի, արդեն մանավանդ հետո մեզ ասում են ընթացքում, որ իրանք կնոջ հետ քննարկել էին, որ սա իր վերջին աշխատանքն է լինելու, ինքը փող է հավաքելու գալու է, ու սա արդեն լրիվ ուրիշ կինո կլիներ, եթե ինքը հետ գարասեր չէ, ես պիտի հետ գնամ անտառ իմ գործը անեմ, բայց փաստմնափաստ որ մեզ այդ ինֆորմացիան են տվել, որ ինքը հետ է գալու, որոշումը այդպեսին է ու եթե առօրեական բանի պրոյեկտս թվում է թե ինչքան դաժան է, հա դու ուղակի քո հերթական, չգիտեմ, կոմանդիրովկան ես ունենում ու գալիս ես տեսնում ես քո աշխարհը փլուզվել է։ Ու դու իրոք ոչինչ չէիր կարաներ դրա հետ, որտեվ ոչ չէիր մտածելու, օրինակ չգնամ կոմանդիրովկա, բավոր բաժար ընկնի, էլի։ Հա, դե ինչ է տես որ լինի, այտիշնիկները հատկապես պետքա вообще չգնան իրանց հետ որ գնում են ինչ որ սամիտների, բաների եւ այլն բան, հետ են գալիս, կարող է սամալյոտը ընկնել։ Հա, կարող է լրիվ առօրեական, հա։ Բայց մեկ է, էլի ներսում այդ հարցերը առաջանում է, բայց եկեք մի քիչ ֆիլմին որպես ֆիլմ խոսանք իրականում։ Ես երբ որ դրեցի ֆիլմի առաջին մի քանի կադրը նայեցի, այդ ինչ կադրային խտություն էր, ինքը 4:3-ի վրա էր, այդ ինձ ամեն։ Իր էֆեկտը շատ էր տալիս։ Բայց այդ խտությունը գույների, կանաչ ինչքան էր կանաչ, կապույտը ինչքան էր կապույտ, այն որ sense ու հատկապես թե շատ լավ որակի ես նայում, այդ sense գույնը ոնց որ խաղա կադրի մեջ, այն որ sense մի քանի կադր նայեցի, ինձ տվեց բանի Բելֆաստի սկզբի այդ հիշեցի, դեժավյու լներ ոնց որ Բելֆաստ ֆիլմը ինքը ամբողջությամբ սև ու սպիտակ էր, բայց ամենասկիզբը ու ավարտը sense Բելֆաստի կադրեր են, շատ սիրուն կադրեր, գույնավոր սիրուն կադրեր են ու այստեղ էլ էր տենց, այն որ ու հատկապես երբ որ են կոշիկների կադրն է գալիս, որ ծառի խփած Այն որ հետոյվա հետես, այն որ ժամանական ծելի ցույց են տալի, հա։ Ես այդ կոշիկները ծառին խփած կադրը հենց տեսա, ասի վсё։ Այս ֆիլմը միանշանակ ու ինչն է հետաքրքիր, որ ֆիլմի պրեմիերան եղել է տարվա սկզբին Independent Spirit Awards-ում, թե Sundance-ում, տարվա սկզբին ամենասկում ինչև հիմա ինքը, հա, ինքը այդ ձևի ա եղել ու շատ կրիտիկներ այն ժամանակվանից ասել են, որ սպասեք այս ֆիլմին տարվա վերջում ու ինչ հետաքրքիր է որ ինքը տենց էլ չֆռած այստեղ այնտեղ դե պետք է այնտեղ լիներ արդեն ու Netflix-ը իրան բերեց ունենք ճիշտ է հիշում եմ որ ես ու դու մի երկու խոսակցություն ունեցել ենք թվում է թե մի քիչ տարբեր տեսակի ենք մոտենում ֆիլմին բայց ինձ շատ ոչ թե զարմացրեց որովհետև ես երբ որ սկսեցի ֆիլմը նայել արդեն գիտեի որ ինքը best picture-ի contender-ների մեջ է Joel Edgerton-ը արդեն մտնում է best actor-ների բանի մեջ չգիտենք լինելու է թե որովհետև պայքարը թվում է թե շատ ուժեղ է իրականում երկու հոգի են հստակ Մարտի Սուպրեմո Դիկապրիոն ու Շալամեն են հստակ մնացածը սենց բան է լինում էլի կարա եւ տեղ ունենա կարա եւ չունենա չնայած Վագներ Մորան իր վերջին հաղթանակներից հետո թվում է թե ինքն էլ ալոկ արդեն մի խոսքով Joel Edgerton-ը ինձ ուղակի ինքը շատ լավն է էլի իրական շատ բարի մարդու դեմք ունի հիշում ես չէ Warrior-ը հիշում ես սենց շատ դասատու էր շատ բարի սրա գնում ձեռը ոտը ջարդում էր մեկի բայց բարի դեմք ոչ շատ չցաված բան այդ տեսակ չգիտեմ այս ֆիլմը ինձ շատ գրավեց այսպես ասած եւ այս պահի դրությամբ ինքը այս դες գիտես ես այդ ֆիլմը նայում եմ մի անգամից ինչ որ իրան դասավորում եմ տեղադրում եմ եւ այլն այս պահի դրությամբ ինքը մի անգամից երկրորդ տեղ է լավ իմ մոտ
կարողացավ շրջանցել PTA-ին ամեն դեպքում, բայց չգիտեմ, այսօր երբ ես պատրաստվում ենք, չէ՞, ամեն ինչի համար, ինչ որ կադրեր ենք նայում, ինչ որ ուսումնասիրություններ ենք անում, Netflix-ը 22 րոպեանոց մի հատ երաժշտության ու կադրերի բան ունի, sequence ունի այս ֆիլմից, ես դրեցի այդ նայեցի 22 րոպե առանց ֆիլմի կադրերի, զուտ բաների, landscape-երի, այդ ծառնա, այն կոտրվածը, ջրերը, անտառները, այդ կոշիկները եւ այլն վառվող այդ բաները, այսինքն պերսոնաժներին ցույց չի տալիս ընդհանրապես, այդ երբ ես նայում եի, ես ասի, այ մորտ, այսինքն այս ամերիկացիք իրանք շատ բան են, կարող են գտնել մարդու սենց զգայարաններ, իրենց են կարող անել, որ սիրտը սենց սկսի շարժվել եւ այլն, բան, չգիտեմ, շատ լավ ֆիլմ էր ըստիս։ Դե, դի կխոսանք դեռ ըստ իս ինչպիսին էր։ Կադրերի հետ միանշանակ համաձայն եմ։ Ցանկացած ինչքան է ժամ 40 մոտավորապես, ցանկացած պահի կարելի է պաուզա տալ, save անել, պատրաստի wallpaper ունես, եթե ձեզ սիրուն wallpaper-ներ են հետաքրքիր կամ պատրաստի poster ունես, աննկարագրելի գեղեցիկ, աչքդ չես կարողանում փոկես այդ կարծինկայից։ Սա իմ համար, անձամբ իմ համար ոչ մի կադր չկար, որ սիրուն չէ։ Եվ իհարկե սամալյոտի պահերներ, որ ինքը իմաստուներ են ամենավերջում, բայց այդպես masterpiece կադրը չեն ու իմ ամենասիրած կադրն ամենավերջն է, այն որ ասում է ինքը տենց գնաց տուն, պարկեց ու քնի մեջ մացավ ու հետո ոնց որ տարիներ անց ցույց են տալի, ոնց է այդ իր տունը բանը իր սկիլետն է, այդ ծաղ բաներն էր, սաղ բուսականությունն է եկել։ Հիշեցի մի տեսակ եղա։ Հա, կադրերը հիասքանչ չէին։ Ուզում եմ մի քիչ ֆիլմի պարունակությունից էլ խոսանք։ Իսկ շատ կարևոր մի քանի հարցեր մեջը բարձրաձայնվում, ինքը սենց ակնհայտ գուցե չէր բարձրաձայնվում, բայց այդ մտքերը դու տեսնում ես, օրինակ սերունդների, տարբեր սերունդների հետ կապված հա հարցերը, նախ կա մոռացա դերասանի անունը, ասեմ, այդ մեծահասակը, պապին այդտեղի William H. Macy, հա, իր կերպարի համեմատած անամոթ հայրը, հա, իր կերպարի հա գտնվել է այդ երիտասարդ lumberjack-երի այդ փայտահատների մեջ, թե ոնց է ինքը իր կյանքը ապրում ու իր համար էլի այդ փայտահատությունն է կարևոր, այսինքն այդտեղ է տենց կոնֆլիկտ։ Նու կոնֆլիկտ չի դա, հա, ուղղակի ոնց ասեմ, համեմատական կարելի է դա դիտարկել։ Ու ոնց է հենց ինքը այդ ջրտնի դերա ճիշտ է, չէ՞ ազգանն է։ Կերպարը ոնց է ինքն էլ մեծանում ու ինչ որ պահից արդեն ավելի մոտ է այդ պապին, ավելի մոտ է այդ պապին, քան ինքը այն ժամանակ էր, երիտասարդներն են փոխվում, ես գիտես ինչ դե նկատեցի, այնեք այդ նոր տեխնոլոգիաների հայտնվելը, ինչքան հետաքրքիր է, հա, այսինքն այդ նույն բենզապիլան, որ հայտնվեց, ու ասենց ցույց են տալի բենզապիլա հայտնվեց, ընդ որում դե 20-րդ դարի առաջին կեսը, նույնիսկ չգիտեմ, առաջին աշխարհամարտից մինչև 90-ականներ գիտենք, որ ամեն 11 մի հատ գրանձիոզ բան է տեղի ունեցել ու այստեղ էդի թվում է թե տեխնոլոգիական ռիվոլյուցիան մենք տեսնում ենք մանր ինչ որ բաներից ու այս զուգահեռ տարա հիմիկվա աշխարհի հետ այս AI-ների բումի եւ այլնի ու ինչ հետաքրքիր է որտեղ ենք մենք հայտնվելու էլի լինելու ենք այս կերպարով կողից ամեն ինչ նայումա թե այն կերպարներից ովքեր բենզապիլան ձեռը գնում են առաջ այտենց մտքեր առաջացրեց բայց շատ հետաքրքիր թեմաներ են, բայց ինձ թվում է մի տեսակ այդ կողային թեմաները, որոնք որ թվում է թե ֆիլմի գլխավոր մասերից են շատ են, ասես շատ մտքեր փորձի լցրած լինի ու ամեն ինչ թողած լինի դիտողի վրա, ոչ մի իրակարծիք ֆիլմից ցույց չտա, չեմ ասում լավա թե վատա, բայց դες սովոր եմ, որ կինոն ինձ ասում է, ես համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ։ Այս կինոյի այդ կայֆ պահերից են որ ինքը քեզ ասում է հələ դու մտածի, դու դնում մտածում ես, բայց մյուս կողմից մի քիչ շատ մտածելու բաներ գուցե, չգիտեմ լավա թե վատա։ Տեղից այդքան բան ունենք մտածելու իմ հարի ու ինչն էր հետաքրքիր William H. Macy կերպարի պահով, այստեղ ինձ թվում է ռեժիսորը ինքը ոնց որ տարիքովներին մեծ հարգանք էր փորձել ցույց տալ, որովհետև հիշում ես տեսարանները Macy ինչ տեսակ էին, սենց միշտ իրավրից սկսում էին, ինքը մեջտեղում նստած ինչ որ բաներ լսում, սենց կադրը հեռանում էր, բոլորը կողքը նստած կամ իրան էին լսում, կամ գործ էին անում, ինքը մեջտեղից ինչ որ խոսում էր, նրանք աշխատում էին, ինքը սրան է ինչ որ բան ասում, իր կյանքից ինչ որ էս բաներ անում ու մինչև նրա տրագիկ ավարտը, ինչա նրա հետ տեղի ունենում, այդ անտեր ծառը ոնց անգնում գլխին ինչն է հետաքրքիր էլ ինձ այդ պահը շատ հուզեց նույնիսկ կարելի ասել ոնց էր այս մարդուն ինքը ոնց որ մնացածների կողմից սենց ինչ որ լսելու ինչ որ մարդ էր ինքը կերպար էր սենց look up չէ տենց են ասում
Էտա չէ look up to էր էլի sense նայում էին ու sense այս մարդ խոսում է ինքը լսում հատկապես մեր գլխավոր պերսոնաժը ով ինքը բաժիզնի այտենց շատ խոսացող ու շատ բաներ սովորցնող մարդ չէր էլի ինքը sense ուղղակի ապրում էր ուներ կին ու երեխա ու այդ իրան ամբողջ ամեն ինչն էր իր ամբողջ աշխարհն էր ինչից եւ այդ ամենի չլինելուց հետո ինքը տենց էլ չհասկացավ կյանքը ոնց ապրի ինչ որ կողմնակի եկող բաներ էին գալիս ու թելադրում էին նրա կյանքի հաջորդ этаպը այն շները չէ եկան ոնց որ իր ձեռը ընկան որ ինքը փրկի հետո այն ոնց էր այն բանի անունը մի հատ հնդկացի որ գալիս է Ignatius Jack-ը ինքը որ գալիս է ոնց որ ամեն մի նոր գալացող բան իրան թելադրում էր թե իր կյանքի հաջորդ մի քանի տարին կամ հաջորդ շրջանին այդ պատահաբար ծիլեգա ձեռք բերել ինքը հասկանում է որ պետքա տունը սարքի էլի եւ որտեղ շներն եկան պետքա պահել այս երևի ինչ որ նշաններ որ տունը պետքա սարքել եւ այլն այդ էլի այս մարդը ինքը լավ մարդ էր իր ներսում ու ինչն է շատ ցավալի է այս բանը հասկանալը Կերի Կոնդեն երբ հայտնվում է նրա կյանքում չէ թվում է թե նորկին հայտնվեց եւ այլն բայց ես տեսա որ այստեղ ի տարբերություն շատ հայտնի ասացվածքների եւ այլն ժամանակը իրականում չի բուժում վերքերը այս մարդը տենց էլ մնում է իր վերքով իր հինցավով է մնում ու այն դեպքում որ շատ լավ կին է հայտնվում ու լավ շփվում են իրար հետ եւ այլն չէ Կերի Կոնդոնի պերսոնաժը բայց ինքը հասկանում է որ չէ այսինքն ոչ թե հասկանում է դե չէ թվում է թե իր մոտ տենց միտք չի էլ անցնում ուղղակի ինչ որ մարդ է գտելով կարմա կիսվի հետ թվում է որ հետաքրքրված է իրանով եւ այլն որտեվ նայում ես այդ ժամանակների համար հիանալի մարդ է էլի տենց ու պետքա նաեւ խոսանք այն մասին թե ինքը խիա Պասուցի տաքսիստ է դառնում, չէ, որտեղ երբ որ ժամանակը փոխվում է, ինքը արդեն այդ էլ դրուժբաներ չի կարող օգտագործի եւ այլն բան, ինքը ակամայից դառնում է ուղակի ծելեգայով, ձիերով մարդ տեսքով ենքով տեղափոխող անձնավորություն, ով տենց է շարունակում ապրել իր կյանքը, էլի հարմարվելով ժամանակին, ոչ թե իր կողմից ինչ որ բան անելով։ Մի խոսքով, ժամանակը այդպես էլ նրա վերքերը չի բուժում ու ինքը մինչև իր կյանքի ավարտը ապրում այդ ցավով ու ինչ որ սպասումներով ու ինչն է ամենավատը որ մարմինները տենց էլ չեն գտնում ինքը տենց էլ միգուցե մի օր կարող է գան բայց մյուս կողմից է մտածում ես դե լավ ուր են գնացել որ մի օր է կարող է գան այդտեղ է ինչ է իրան դե այդ հույսը կար որ կարող է հետ գան բայց այդքան տարի անց Все-таки եթե հետ գալու լինեին, արդեն գոնե մի անգամ եկած ստուգած կլինեին, իսկ ինքը ոնց որ իրան available էր պահել, այսինքն եթե ցանկացած պահի գային տեսնեին դա այնց որ ամենայն հավանականությամբ Felicity Jones-ն աղջիկը որ ինքը հենց այն պերսոնաժներ, sense ֆիլմերում շատ հաճախ լինում են sense պերսոնաժներ, երբ որ այդ կարևոր վատ պահերին ինքը միշտ այդտեղ չէր լինում, ցանկացած տեղում էլի, ու երբ որ այն աղջիկը գալիս է ում ինքը որ պատկերացնում է որ իր աղջիկն է ու տենց էլ ֆիլմի ոչ ռեժիսոր ոչ սցենարիստ եւ այլն մեզ չեն ասում իրականում իր աղջիկն է թե չէ չէ որովհետեւ աղջիկը բլանդինկա էր իսկ այդ եկած աղջիկը սև մազերով էր դա կասկած առաջ այդ աղջիկը ոտքի տենց տրավմա ուներ դա ուր գնաց փախավ կորավ հետեւաբար շատ հնարավոր է որ ինչ որ իր ուղեղի հետ կապված ինչ որ բաներ Ես ուզում եմ կադրերից մի բան էլ ասեմ, ինչը շատ ինձ sense դուր եկավ ու տպավորեց, նենց չի տենց հաճախ ենք ֆիլմերում տեսնում, չնայած հաստատ շատ ֆիլմեր կան նույնատիպ բանով, այդ ստատիկ կադրերն էին, որ ունեին, ստատիկ ասած, որ կամերան չի շարժվում ու ինչ որ իրադարձություն է տեղ ունենում, կամերան պահել է, գնում ինչ որ խոսում են, գալի գնում են եւ այլն, օրինակ այդ Կերի Կոնդոյի հայտնվելու պահը հենց այտենց էր, տես եկավ, ինքը կարետայով եկավ այդ աղջիկը իրան եկավ ընթառաջ, կանգնեց, խոսացին, նստեց ու ես sense ասում եմ, ջան, հեսա մի հատ էլա դրանից լինելու, տենց է եղավ, էլի, նստեց ու այդ կարգը գնաց ու sense նայում ես, ասում ես, վաու, շատ sense բաներ էլի, այդ կարծինկան ինքը իր էսթետիկ շատ մեծ հաճույքը պարգևեց։ Այդ նույնը ես հենց նոր հիշեցի, նկատելի է Կուարոնի Ռոմա ֆիլմում, երբ որ կադրը կա, բայց պերսոնաժները շուրջն են կադրի, sense գնում են այն կողմ, գալիս են այս կողմ, բայց կադրը այստեղ է։ Դե հետաքրքիր դրոք է թվում է թե։ Դե հա նորամուծություն չի իհարկե, բայց շատ սիրուն է նայվում։ Ինձ թվում է ինչքան էլ է տյանես սիրուն կլինի հետաքրքիր։ Մանավանդ հա sense կինոն է, որ sense ավելի շատ արդեն քան ինչ որ sense աստրասյուժետնի ֆիլմ, հա։ Կլինտ Բենթլին հայտնել է այն 5 ֆիլմերը, որոնք իրան ինսպայր են արել այս ֆիլմը նկարահանելու համար։ Դե գիտենք, չէ, արդեն նախորդներից երբեք չես իմանա ինչն է իրան հատկապես ինսպայր արել, բայց մի քանի հատը մի քիչ հասկանալի է։ Առաջինը Անդրեյ Ռուբլով,
ես կարծում եմ, որ հենց այդ, չգիտեմ, ժամանակային կերպարի կյանքի աճելը եւ այլն գնալ գալը իրադարձությունները այդ էստեղ ինքը հիմնականում այդ է վերցրել այս ֆիլմից Պրինցեսա Մոնոնոկեն, ինչը իր բառերով հենց այստեղ է ինքը տեսել մարդու եւ բնության կապի այդ մեծ նշանակությունը եւ այլն, այսինքն ոնց կարա մարդը բնության հետ կապված լինի Մոնոնոկեում Ժուլի Ջիմ ֆիլմը շատ լավ ֆրանսիական այդ ֆիլմը, այստեղ ինքը խոսում է այն մասին, որ այդ երրորդ դեմքը, որ պատմում է ինչ-որ մարդկանց կյանքի մասին, չէ, այստեղ լրիվ այլ մարդ է պատմում է իր մասին, ինքը չի պատմում իր անկերը, չի պատմում, ինչ-որ մեկը պատմում է Ժուլի Ջիմ ֆիլմից այդ է իրանից փայրարի, ոնց է ինչ-որ մեկը պատմում այլ մարդկանց մասին ու նաև այդ սիրային երանգյունու ինչ-որ մի հատ բախ կա, չգիտեմ, այստեղ Կերի Կոնդոնին ինչքանով կարելի է կապել սիրային երանգյունուն այս ամեն ինչի It's Such a Beautiful Day մուլտֆիլմը ինքը sense գծած մուլտֆիլմ է, ես էսի նայել եմ։ Այստեղ ինչ որ մասնագետներ եւ այլն նշում էին, որ ուղղակի կյանքի հանդեպ լավ մոտենալու եւ կյանքը շարունակելու ապրելու մասին այդ է ու Շատ-շատերիս կողմից Տերենս Մալիկի Days of Heaven ֆիլմը, ինչը ցույց է տալիս են բնությունը, այդ ծառերը եւ տները եւ այլն, այստեղ ես վստահ եմ, որ զուտ կադրային է ինչ-որ, որովհետեւ համարյա նույն կադրերն էին, ինչ-որ այնտեղ եւ այստեղ, բայց ես որպես շատ ֆիլմեր նայող ու սիրող անձնավորություն, այս ֆիլմում տեսել եմ կադրեր բազում ֆիլմերից հիմնականում մի քանիսը նշեմ շատ հայտնիներ այնտեղ մի կադր կար ես նայեցի ինձ թվաց Տարկովսկու Զերկալանը մի հատ կադր կար Եվս մեկ Տարկովսկու ֆիլմ հենց այդ կադրն էր սենց ուղղակի հենց Զերկալեն որ կինը կանգնած է դաշտերի առաջ հենց այդ կադրն էր այստեղ Բերգմանից լիքը տենց բաներ կար Սկվոստյոմնը Ստիկլոյի են տեսարանը որտեղ քույրն ու եղբայրը իրար վրա են հենված ինչը հետագայում Տերենս Մալիկը նկարել է իր ֆիլմերում Hidden Life-ում մասնավորապես այդ նույն կադրը որ Ֆելիսիթի Ջոնսն ու Ջոել Էջերտոնը sense իրար վրա ընկած են այդ հիանալի այդ հրաշք կադր ուղղակի այդ ոնց են ստանում մի հատ փորձելու եմ մի օր sense հաջորդ ֆիլմում ինչ լենս է էդի պետքա չէ ես ունեմ իր պլանը իրականում այդ ֆիլմը այնտեղ չգիտեմ շատ այդ տեսակ բաներ կան ու այդ երրորդ դեմքով պատմելու այս ֆիլմի բանը այստեղ չնայած կա արդեն իր միջամտություն ինքը նաև ասել է որ մեծ ազդեցություն ունի Կուարոնի Իտու Մամա Տամբիեն ֆիլմը Իտվայ Մամա тоже ոնց ասեմ 21-րդ դարի ոնց ասել լավագույն ֆիլմերից մեկն է ինչը ես շատ երիտասարդ տարիքում էի նայել այդքան էլ ինձ նիզաշլո չէ ոնց տենց են ասում բայց ես մոտավորապես մի 4-5 ամիս առաջ եմ էլի նայել այս ֆիլմը ուղղակի հրաշք է այս ֆիլմը նայելով երբ դու հասկանում ես կյանքը ինչ է էլի ճիշտ է այդ զուտես մարդու տեսանկյունից է քո տեսանկյունից չի իրականում բայց կարաս ինչ որ բաներ հասկանաս եւ այլն այ այս տեսակ բաներ Հետաքրքիր է, ինչպես միշտ հետաքրքիր է ինչով են իսփայր եղել։ Ինչպես հենց 5-ատ ընտրում, թե իրանք են 5-ատ ասել։ Ինքը 5-ատ ասել։ Փաստեն բոլոր հայտնի նու կամ այս դեպքում ոչ սուպեր հայտնի, բայց բոլոր ռեժիսորները 5-ատ ֆիլմ են ընդամենը որոշած։ Սենց են կարել, բայց ինքը 5-ն է վկայակոչը, բայց հաստատ էլ ինչ որ ասենք ես այստեղ նկատել եմ նաև Searchers-ից կադր, երբ որ են ներսից դուռը բացվում է եւ այլն այդ վիճակները ինքը դրա մասին թվում է թե չի խոսացել, ենթադրություններ են զուտ Տենց կարելի ասել տրիբյուտ է տվել իր սիրած ռեժիսորներին, դե ջահելները տենց են անում հիմնականում հիմա Սկորսեզեին կամ Կեմերոնին ասա տրիբյուտ արա քո կադրով, իրանք բառերով են տրիբյուտ շատ անում ասում են, սենց, բայց կադրերում չեն անում, տենց Իսկ մա էլի բաներ ուներ հետաքրքիր նշելու։ Իսկ տված դու ես ինչ-որ բան ասելու, կասեմ մի երկու fun fact հետաքրքիր։ Չէ, ինձ որ արդեն գա, արդեն ասելու եմ։ Արդեն всё, հա, օքեյ։ Խոսենք այն մասին, որ ֆիլմում շատ ծառեր են կտրվում։ Ֆիլմում շատ ծառեր են կտրվում, բայց ռեժիսորը նշել է, որ իրականում այդքան ծառ չեն կտրել, շատ limited քանակությամբ ծառեր են կտրել, մնացածը սարքած են եղել, հատուկ ինչ որ չգիտեմ ինչերով եւ այլն։ Պլաստիկից։ Պլաստիկից, հա։ Ադոլֆո Վելոզոն օպերատորը ու ռեժիսորը որոշել են, որ նախապես որոշել են, որ ֆիլմը պլյոնկայի վրա նկարեն, սակայն իրանց ընդամենը 29 օրվա schedule են տվել, ու իրանք հասկացել են, որ 29 օրում այդ չի ստացվի,
դրամա ստիպված digital են նկարելու տենց են փորձել ստանալ հետաքրքիր ինձ թվում է լենտայի վրա շատ սիրուն շատ ավելի սիրուն կլներ ուղղակի չեմ պատկերացնում այլ ավելի սիրուն ոնց ալնելու ու ես իմ տեսել եմ մի հատ հոլովակ որտեղ խոսում են այն մասին այդ ինքնաթիռի տեսարանի մասին որտեղ ի վերջո այս մարդը գնում է նայում է ոնց է Արմստրոնգը իջնում լուսնի վրա գնում է ինչ որ ներկայացում սկսում է լացել ինչի պատճառը այդքան էլ հասկանալի չի ինքը խի է տեսնում այդ ամեն ինչը սկսում է լացել շատ էմոցիոնալ բրեյքդաուն է որը օրինակ իմ հետ եղել է այդպես բան կյանքում ինձ թվում է երբ որ ես ինչ որ sense բրեյքդաուն եմ ունեցել բայց տենց էլ անհասկանալի իմенно այդ հենց այդ իրադարձությունը ոնց անդրադարձավ դրա վրա այդ երբ որ ինքը գնում է սամալյոտը որոշում է օգտվի այդ ինքնաթիռից զուտ նկարահանման տեսանկյունից կասեմ իրանք ասում եմ մի հատ տակից են նկարել դե այդ որ կին պիլոտ է ինչ որ ու մի հատ էլ իրա վրա են դրել բայց այն տեսարան այն կադրերը որտեղ հենց բանն է էջերտոնն է այդտեղ այտենց չի եղել սարքել են մակետը այդ հատվածի ու այնտեղ հետևը արդեն վիժուալ էֆեկտներ են դրել այսինքն ինքը նստած է դրդրացել հա ու այդպես ֆրցրել են ինքը վրա նստի նայել է հետ եւ այլն բան հետաքրքիր է էլի որ ինքը ի վերջո որոշեց որ մի բան գոնե օգտվի այս կյանքում։ Հա, դե այդտեղ ասում է, չէ, ինքը անընդհատ ինչ որ կյանքից ամփոփում, թե ինչ որ նշան, ինչ որ sense ինչ որ բաներ սպասում ու ասում է, որ այդ նարատորն է ասում, այդ բանը երբ ինքը ինքնաթիռի մեջ էր, արդեն այդ կյանքը իրա ու իրա հարցերը կարվեցին իրար ու դա պասուցի վերջին կադրներ որտեղ մենք իրանց կենթանի ենք տեսնում հետո արդեն պատմաբանցամա հանգիստ գնում է դեպի մահանալ ինքը ասես ոնց որ գիտի հեսա գնում եմ պարկեմ ժողովուրդ ջան տենց ու ոնց որ ասում է ոնց տենց շատ հանգիստ էս աշխարհը եկե ու շատ հանգիստ էլ իր կյանքը ապրել էր տենց էլ հանգիստ գնաց էս կյանքից իրականում ապրեն էս մարդիկ իրանք շատ հիանալի piece of art են ստեղծել, ինչը շատ տարվա սկզբի ու մի քանի ամիս առաջվա համար շատ անսպասելի էր, բայց արի ուտես որ այս ֆիլմը արեց են ինչ պետք աներ ու նու մի 90%-ով best picture-ի նոմերի մեջ լինելու է, ամենայն հավանականությամբ իսկ Էջերտոնի հարցը դեռ կախված է։ Իսկ սինեմատոգրաֆիին եթե հանգարց չտվեցին Օսկարի նոմինացիա, դե պարզա որ հաղթելու է Ֆրանկենշտեյնը, դա շատ բան է նշի որ անարժան է հաղթելու, շատ արժանի է հաղթելու, բայց այս ֆիլմը պետք է նոմինացիա ստանա։ Պետք է։ Ինչ կարծիքներ։ Դե ես դե արի ուրեմն անցնենք հա մեր կարծիքներին։ Ուզում ես դու սկսի, հետո ես իմը կասեմ։ Ես ասեմ, այս ֆիլմը ինքը շատ բաներ տվող շատ բաներ նաև մարդուց վերցնող ֆիլմ է, այսինքն կարա քեզնից լիքը էմոցիաներ տանի, բայց լիքը նաև կարա տա ու կարա քեզ ասի թե դե ֆիլմերը ինչի համար է ստեղծում հիմնա ճիշտ է art-ը չի որ ինքը ինչ որ բան պետքա տա մարդու ինչ որ բան պետքա ցույց տա ինչ որ բան պետքա սովորացնի ընդհանրապես պարտավոր չի զուտ պետք է կարող ես նայել ու ինչ որ բան զգալ եւ այլն այս ֆիլմը իրականում տալիս է այդ ամեն ինչը ինքը տալիս է որ դու ինչ որ բաների մասին մտածես հոգ տանես քո մտերիմ մարդկանց մասին միգուցե հերու չլինես իրանցից անտեղի Էդ էլ կա միգուցե մի խոսքով իրանց ասելիքը թվում է թե ամբողջությամբ տեղ են հասցրել իմ համար ինքը զարմանալիորեն միգուցե եւ masterpiece է հասկացա միգուցե չէ masterpiece է Էսիեն տես որպես են բան չէ հասկացա հա դե իմ կարծիքով ցանկացած ստեղծագործություն լինի դա նկար գիրք ֆիլմ դե բացի entertainment-ից դա թողենք մի կողմ, հա, այսինքն չգիտեմ, Avengers-ը որ նայում entertainment ես դու նայում, բայց մնացած բոլոր դեպքերում երբ մենք խոսում ենք ինչ-որ ավելի արժեքավոր ստեղծագործության մասին, իմ համար անձամբ առաջի բանը թե ինչ մտքեր ինքը իմ մեջ առաջացրեց։ Օրինակ այս ֆիլմը դիտելուց հետո առաջի բանը ինչ եղավ, ինձ թվաց ինքը ինձ դուր եկավ ուղակի սիրուն կարծինկայի պատճառով, որտեվ իրոք աննկարելի սիրուն էր, այդ ոնց ասեցի, աչքս փոկել չէի կարողանում, բայց հետո նաև հասկացա, թե ստեղծագործական տեսանկյունից, այս որ ասեցի մի պահ է, սկզբում բազում ինֆոներ է տալիս, բազում մտպիշը для размышления, բայց քեզ ոնց որ ոչ մի հանգուցալուծում կամ կարծիք չի տալիս, ուղղակի մտքեր է տալիս, ու սկզբից դա ինձ ջղայնացրեց, այսինքն ես ոնց որ դե սովորեմ մի քիչ ավելի կոնսումերական մոտենամ ֆիլմերին, ոնց ասեցի, հա, ինքը ինձ ասի, սենց, ես այդ մտքի հետ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ, այստեղ այդքան էլ տենց չէր։ Արդյունքում հասկացա, որ իմ դուրն էլ շատ եկավ, եւ 1-2 օր անց նույնիսկ ոնց որ մի քանի օր առաջ եմ նայել ու այս անգամ ես երբ որ One Better Love to Another-ը նայեցի, այդ պահին դες չմտածեցի որ շատ լավն է։ Հա, բայց հաջորդ օրը որ հելա 2 օր հետ օրոսի բլեմի բայց շատ լավն էր։
Մանավանդ այս մեր հիմիկվա ֆրեյմվորքում եմ, որ ոնց որ նայել եմ ու գիտեմ, որ պիտի խոսամ ու ինչ-որ մտքեր են մոտս արժեմ, ինչ պիտի խոսամ։ Մի խոսքով իմ դուրն էլ շատ եկավ։ Ես երևի ամեն դեպքում masterpiece-ի մակարդակի իմ համար չի, որովհետև ամեն դեպքում իմ համար ֆիլմերում շատ կարևոր է արտահայտված, ոնց ասեմ, սյուժեն եւ այլն է, տվյալ դեպքում չկար, բայց այն իմ միտքը, որ ստեղծագործությունները պիտի տան ինձ անձամբ մտածելու հայերեն չի նամած пища для размышления պիտի տան այս ֆիլմը մտածելու տեղիք տան կոնկրետ այս ֆիլմը իդեալական դրա հետ իդեալական այդ հարցի լուծումը տվեց իմ համար այսինքն լիքը մտքեր ու այդ ամեն ինչը շատ սիրուն գեղեցիկ ներկայացված տարբերակով Մալադեց ֆիլմ այո մալադեց դե այս ֆիլմը մալադեց իսկ երկանկյունին այսօր այսքանն էր